Եթե մի մարդ ասենք տված այ վերուստ, չես կարող իր այդ մրցակցես, ոչ մի ձևի։ Լավ այդ մարդուն այդ ձևի բռնիր տարար։ Բայց գործարաններ ես մեր նման մարդիկ հարյուրատ հիմնարկ փագեցիր։ Ու չես մտածել, որ այդ մարդիկ քո տնտեսության մեջ այդ մարդու լիքը ներդրումը կա։ Ինչ որ ունես անձնական հարցեր, դա կարող է մենք չհասկանանք էլ դրանից։ Նստեք իրար հետ ձեր հարցերը լուծեք, բայց այս գործարան ես 1300 հոգի մարդ ստեղով է ապրում։ Իրավապահների հետ բանակցություններ են ընթանում, նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը կա այնտեղ, այն ժապավենը, որով փակել էին վարչական շենքը, կտրված է, ներսում գտնվում են քննիչները։ Ինչ սպասելիքներ ունեք, արդյոք կբացվի ձեզ գործարանը։ Ես սպասելիքներս մեծա դրա համար այսքան համբերատար է ժողովուրդը, որ պետք է առավոտ է ոնց որ կա այդպես իր տոպրակը վերստի իր հացով ջրով գայս մարդը ստե, չնայած ջուրը մենք ունենք ըստ պահանջի խմելու, այդ հարցն էլ է լուծված։ Բանակցությունների արդյունքում Ուրեմն զոդի մոստը մենք կփակենք անել կառավարություն Երևան ուղիղ, ախպեր, չհասկացա, մենք պետք է հարկ լուծենք, որ այս ոստիկաններին որ բերել են այս արևին կայնս լեն այս տղեկին, դրանց էլ կարեն աշխատավարձ տա, որ չտվեց այդ հարկերը, այս պետությունը, ես, դուք, ամեն մեկս 20% մեզնից փող եմ տալի պետությանը, որ չաշխատանք չտվեցինք, այդ պահուն ոստիկաններին որ դուծավ արձադրելու, ավտոմատ 5 ամիսը մեկ, 10 ամիսը մեկ ինքն էլ է ռոջիկ ստանալու, եթում ենք ընդե, ընչի մեջից հելել ենք, 20 տարի հետ ենք եթում, ժողովուրդ, էսի լուրջ հարց է, ես ես բոս չեմ առնելու հետամ, մի հատ սես լակոտի խնդրեմ, որ ընձի հացտա տանեմ երեխես ուտի, մենք էդ էլ ենք տեսել, մենք էդ սերունդից ենք, բայց լավն ու 14-ը ջոգում ենք հիմա, պարոն վարչապետ, ամոթ է, աղագին լուրջ մարդ ենք ճանաչում, ամոթ է, էսի պլոմբելով դու Ծառուկյան հետ քո հարցը չլուծիր, դու ժողովրդին ես կեսից ավել ես գործարանի, որ խորանանք, տոպերամու իրան են ընտրել։ Իդեպ Գագիկ Ծառուկյանը բանտից Ակալիքները, որ պետք է դրական լինի։ Նա բանտից ուղերձ է եղել, կարդացել եք, դիմել է իր ժողովրդին, ասել է, որ շարունակելու է իր ազգանվեր գործը, լինելու է երկրի Այո, ցավը տանեմ, իր կողը կայնացենք։ Իմ ցանկությունը գիտեք, որ նա Հանրավորից